Բարև ձեզ, Շան Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր հունիսի 17-ն է, երեքշաբթի։ Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը։ Այսօրվա առաջին նիստում քննարկվել է նաև Հայկ Սարգսյանի զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը օրակարգ ընդգրկելու վերաբերյալ հարցը։ Հիշեցնենք, որ գլխադասային հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն այս օրինագծի վերաբերյալ։ Մեջբերեմ վարչապետի ելույթից մի հատված։ Բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ, որովհետև երբ փորձում ես հասկանալ, թե ինչ է թաքնված այդ կենացների խորքում, առերեսվում ես դառը իրականությանն առայն, որ զորակոչի ենթակա տարեքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ։ Սա կամ նշանակում է, որ մեր սերունդն առողջական ծանր պրոբլեմ ունի, կամ էլ զորակոչը Հայաստանում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության եւ հանրության ներկայացուցիչները։ Եթե այդպես է, իսկ նման հավանականություն կա, սա պետությունը քայքայող դաշինք է, ու մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետեւ այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը։ Այստեղ իհարկե պետության իրավապահ համակարգի արդյունավետության հասն է շատ սուր կանգնում։ Մյուս կողմից մենք պետք է գնանք ինստիտուցիոնալ բարեփոխումների, վճռական որոշումների ճանապարհով, որտեղ չթողենք կամ նվազագույնի հասցնենք չարաշահումների հնարավորությունը։ Մեջբերման ավարտ։ Մեջբերեմ նաև վարչապետի ապրիլի 30-ի կառավարության նիստում ունեցած ելույթից մի հատված։ Ես համոզված եմ, որ շատ մեր հարգելի գործընկերներ մտածում են, ասում են. դե հա որոշել են, հո չեն անելու։ Էսա կգա դեկտեմբերի 31-ը եւ կհետաձգվի այս որոշման ի կատարածումը։ Տասնյակ առաջարկներ եմ ստացել, որ եկեք այս հետաձգենք։ Ցանկացած որոշում, որ մենք խորը համոզված ենք, որ դա պետության շահերից բխող, քաղաքացիների շահերից բխող, երկարաժամկետ ռազմավարական որոշում է, ինչքան ժամանակը մոտենում է, կամաց հետաձգենք, երևի հետաձգենք, ճիշտը հետաձգելն է ու գալիս է ցիկլը։ Տոները անցնեն, մայիսը անցնի, ամառը անցնի, սփխեչը անցնի, զատիկը անցնի, Սուրբ Ծնունդը անցնի, Նոր տարին անցնի։ Պրոբլեմն է, որ երբ սփխեչը, եւ զատիկը, եւ Նոր տարին ամեն տարի կա։ Հարգելի գործընկերներ, ես ասում եմ, չի հետաձգվելու ոչ մի բան, չի հետաձգվելու բացարձակապես։ Այս պահին ինչ ուժի մեջ է, ոչ մի բան այլևս չի հետաձգվելու։ Որ նախարարը եկավ ասեց հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի, ասում եմ ամենայն լրջությամբ, չգաք ասեք հետաձգենք, չկա հետաձգում, մեջբերման ավարտ։ Հիմա կարդամ կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 22 մայիսի 2025 թվական N633L։ Հիմք ընդունելով ազգային ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի առաջին մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է հավանություն տալ զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին եւ կից ներկայացված նախագծերի հավանություն տալու մասին կառավարության առաջարկները։ Հայկ Սարգսյանը հիշատակեց մայիսի 22-ի կառավարության որոշում հավանություն տալու մասին։ Քվեարկելուց առաջ ուղղակի տեղեկացված եղեք։ Այն նախագիծը, որը Հայկ Սարգսյանի հեղինակածն է եւ հիմա քվեարկվելու է, կառավարության կողմից Սուրեն Պապիկյանը նստած է, Պաշտպանության նախարարության որևէ առաջարկ ընդգրկված չի եւ մենք հայտնվելու ենք այս նախագիծը օրակարգ բերելով հայտնվելու ենք խառնաշփոթի մեջ։ Բանակի բարեփոխման ռազմավարությունը գտնվում է մեր առաջնահերթությունների շարքում եւ այդ թվում այս նախագծի մեջ կան հարցեր, որոնք որ կարող են հասցեագրել բանակում բարեփոխումների մեր նպատակները, սակայն այնուհանդերձ առանձին կարգավորումները, դրանց ձևակերպումները եւ սահմանումները, ինչպես նաեւ քննարկման ժամանակը խմբակցությանը բերել այն համոզման, որ այս նախագիծը այս պահին այս տեսքով չենք կարող ընդունել, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկել այս նախագծին, ուստի այս քվեարկությանը քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը եւս դեմ կքվեարկի։ Նախագիծը սկսել ենք կառավարության գործընկերների հետ քննարկել 2024 թվականի հունվարից, ցավոք
Ազգային ժողովի մի շարք գործընկերների հետ ժամանակ չի եղել մինչ այս վերջին 1.5 տարվա ընթացքում քննարկումներ կազմակերպելու համար եւ ես առաջնորդվելով վարչապետի հանձնարարականներով կշարունակեմ աշխատել մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք այն բարեփոխումները եւ այն ուղենիշերը, որ վարչապետն է դրել մեր առաջ եւ կառավարության ծրագրում առկա են, դրանք կարողանանք կյանքի կոչել։ Ես նույնպես դեմ կքվեարկեմ օրենքի նախագծին, շնորհակալ եմ։ Իրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածները։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ այս գիշեր հարվածել են Թեհրանի հրամանատարական կենտրոններից մեկին եւ սպանել Ալի Շադմանին, որն Իրանի գերագույն առաջնորդի ամենամոտ անձանցից էր։ Շադմանին ղեկավարում էր Իրանի արտակարգ իրավիճակների ռազմական շտաբը եւ վերահսկում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը եւ բանակը։ Նա նշանակվել էր օրեր առաջ այն բանից հետո, երբ իր նախորդը Ալամ Ալի Ռաշիդը սպանվել էր Իսրայելի հարվածների հետևանքով։ Իրանի պաշտոնյաները հայտարարել են, որ վերջին 5 օրում զոհվել է 224 մարդ, հիմնականում խաղաղ բնակիչներ։ Իր հերթին Իրանը գիշերը հերթիրային հարձակում է սկսել Իսրայելի քաղաքների ուղղությամբ։ Ֆարս լրատվականը հայտնել է, որ Իրանի զինված ուժերը հասցված հարվածների ընթացքում կարողացել են ոչնչացնել Իսրայելի հեռահար հոբ համակարգը։ Գործակալության տվյալներով հարվածը հասցվել է անտեսանելի անօդաչուի օգնությամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկոյան հայտարարել է, որ պաշտոնական Թել Ավիվը վճռական է վերացնելու Իրանի միջուկային եւ բալիստիկ հրթիռային ծրագրերից բխող վտանգը։ Իրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրը ունի բացառապես խաղաղ նպատակներ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Իրանի մայրաքաղաքից։ Իրանը պետք է ստորագրեր գործարքը, որը ես նրանց ասել էի ստորագրել։ Truth Social-ի իր էջում գրել է Թրամփը։ Պարզ ասած, Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Ես դա նորից ու նորից կրկնեցի։ Բոլորը պետք է անհապաղ տարհանվեն Թեհրանից, նշել է Միացյալ Նահանգների նախագահը։ Հնդկաստանը Իրանից իր 110 քաղաքացիներին տարհանել է Հայաստանի տարածքով, այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Ավելի վաղ արտաքին գործերի նախարարության խոսնակը տեղեկացրել էր Հայաստանի եւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը։ Ուժեղ քամու եւ մեծաչափ կարկուտի հետևանքները Շիրակի մարզում դեռ վերացված չեն։ Տուժած տանիքների, մեքենաների, հեղեղված տների վնասները հաշվում են Գյումրիում, իսկ գյուղատնտեսության կրած վնասները մարզի տասնյակ գյուղերում են։ Կարկուտը հողին է հավասարեցրել Ախուրյանի տարածաշրջանի Ազատան, Արափի, Հայկավան, Ոսկեհասկ, Ղարիբջանյան եւ Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաժ, Գետապ, Գեղանիստ, Հոռոմ, Արևշատ եւ Պեմզաշեն գյուղերի բերքը։ Կարկտակայանը ինչ որ տրվել է, սկզբնական ընթացքի բոլոր մեծ ուժեղ չէր այդ ամեն ինչը հակարակեր գոկուտ կուդար, բայց պես անկանվանը հեշպանի չկրնացանք, եկան, սարգեց ավիրեցա։ Ախուրյանի տարածաշրջանի Արափի գյուղի եղած երկու հակակարկտային կայանները ժամանակին կրակել են, բայց սև կարկտաբեր ամբերը ցրել անուժ են եղել։ Գյուղի ամենաբերի հողերում են ցանված բարձր սորտերի մշակաբույսերը։ Մոտ 20 րոպեում կարկուտը ջարդել է կարտոֆիլի, ցորենի, գարու եւ արվույտի բերքը։ Խոսքը գյուղի վարչական տարածքում գտնվող 1200 հեկտարի մասին է։ Ցորենը ստեղ ուսում 100% ջարդել է։ Ես մի երկու հատելով կա, սոնքե վիրավոր են, սոնք երկու օր հետո չորանա լրիվ կչա, ստեղ 100% ջարդել է։ Ստեղ բան չկա։ Լրիվ ավիրել է։ 20 հեկտարից ավել ձերից տակը վարձակալական հողեր կա։ 8 հեկտարը մինակ ցորեն է եղել։ Ու նույնը անցած տարի էլի կերգնվել է իմ հետս 100%-անոց էլի կարկուտը տարավ։ Վնասի չափերը 90-ից 100% են, տնամերձներն է ոչնչացել, պետք է 100%-ով այ կառնանացան գարին, ցորենը, բազմամյա սերմերը ընդհանրապես չի հասկացվում թե ինչ է ցանված եղել։ Արափի վարելահողերում է մշակվում Արարատյան դաշտավայրի գյուղացիական տնտեսություններին մատակարարվող կանաչեղենի սերմերի հիմնական մասը։ Տիգրան Բարսեղյանը սերմն արտադրողներից մեկն է։ Աշնանը ցանած համեմի, ռեհանի, ծիտրոնի եւ սամիթի 8 հեկտարի հասնող ցանկատարածքները կարկուտն է ծեծել։ 8 հեկտար ու կես սերմ ունի, մի բան չկա։ Սա չարտել է։ Ինչի սերմերից ցանել։
2 հեկտար համի 1.5 հեկտար ցիտրոն է, 6 հեկտար սամիտ է, չկա։ Հողագործն անզորությունից չգիտի ինչպես վարվի։ Մի քանի օր էլ կսպասի, մինչև հասկանա, թե ինչքանն է հնարավոր վերականգնել կամ արժե արդյոք նորից ցանել։ Կրկնակի ցանկ կատարելու իմաստ չեն տեսնում կաղամ, ծաղկակաղամ, բրոկոլի աճեցրած գյուղացիները։ Այս մշակաբույսերի սածիլների նոր տունքի համար արդեն ուշ է։ Սաղ ջարտել է կեսը, կա օզը չկա մեջը, ինքը չի վերականգնվի, բացառված է։ Всё, եսի գել վերականգնելու ենթակա չէ։ Ճիշտ է 100%-ն էլ այդպես չի եղել, բայց այսօրվա դերությամբ եսի ինչ որ մի խոսքի բան, որին փող տվե, պարադան ու տենք տվե, всё կորել եմ, եւ նույն գործողությունը նորից պետք է անենք։ 6 հեկտար հող ունեմ ստեղ։ Օրից 3-ը կաղամ, ծաղկակաղամ, բրոկոլի, 3-ն է կարտոշկա է։ Կարտոշկեն մեր 70-50%-ն է արդեն շարքից դուրս եկե, բայց ծաղկակաղամը 70%-ը սպես է։ Նոր տնկած սացիլները լրիվ գոյություն չունի, նորից սացիլավորենք, բայց սացիլ չունենք։ Կարկտահարության վնասները չափելու կամ գնահատելու համար հողագործներն ասում են ճիշտ կլինի մի քանի օր էլ սպասել։ Երբ դաշտերին արև կպնի, այդ ժամանակ նոր կերևա թե բերքի որ մասն է անվնաս մնացել կամ որ մասն է վերականգնման ենթակա։ Չէ, ստորին չվերականգնի, թող ստորին չվերականգնվի, էսի չի վերականգնվի։ Արեք ստեղ ինչ վերականգնվի, ստեղ վերականգնելու բան չկա։ Այս ջարտածելը 2 օր հետո լրիվ չորնա։ Արդեն այն հատվածն էր, որ ձևավորվում էր ցողունը, որի վրա որ պետք է լիներ ենթադրենք ցորենը կամ կարին, հիմա իրանք կոտորվել են, էլ որևիցե օգուտ չենք, մենակ կարող է ինտենսիվ աշխատանքի դեպքում, սնուցումներ տալու դեպքում կարող է մեր փոքրամ կարտոֆիլը վերականգնվի, բայց արդեն այդ ժամանակ է այն բերքը չենք ակնկալել ինչ որ ի սկզբանե եղել 50% ավելի պակաս։ Ցանկատարածքներում մշակաբույսերն են տուժել տնամերձներում այգիները։ Առափիում անվնաս մնացած տնամերձ հող չկա։ Կարկուտը ծառերին միրգ չի թողել գետնին չհասած բերքը։ Հիմա վարչական ղեկավարը տուն արտուն շրջում է վնասի չափերն է գույքագրում։ Հաշվարկներն ու տվյալները բերելու է մարզպետարան, այնտեղից էլ մարզի տասնյակ գյուղերի հաշվարկած վնասների չափի հետ կգնա կառավարություն։ Անցած տարի էլի իմ ստացողենսոր ջարտեց, դիված էլի սեմը գնացինք առանք։ Փոխհատուցում ստացա։ Չէ, փոխհատուցում չեմ ստացել ընդհանրապես։ Համ էլ փոխհատուցում չեմ ուզել։ Ուղղակի մատեմատիկան մարդկանց տերության մեջ է։ Չենք կրնասել դե 100% ինչ որ բանով մեզի աբովենք, կոյն այսօրվա դերությամբ ինչ որ մի բան պարադանուտով կամ բանվորային աշխատանքների որ նոր մի բանով կրանային օգնեին ինչ որ թեթևնար գյուղացու հոգսերը։ Տուժած մյուս համայնքներում էլ ցանկատարածքների վիճակն ուսումնասիրվում է։ Մի քանի օրից վնասված հեկտարների ու բերքի չափը տոկոսներով հայտնի կդառնա։ Հիշեցնենք, արդեն մի քանի տարի է գյուղացու հողերը երաշտից ապահովագրվում են, բայց կարկուտից ոչ։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Հայաստանյան բուհերի շատ բաժիններում այս տարի մրցույթ է սպասվում, ինչը պայմանավորված է կառավարության որոշմամբ բուհերին հատկացված տեղերի քանակը 3000-ով նվազեցնելով, իսկ դիմորդների թիվն ավելացել է։ Այսօր դիմորդները քննություն են հանձնել մաթեմատիկա առարկայից։ Անգլերեն լեզվից հետո մաթեմատիկան ամենաշատ հայտագրած առարկան է։ Ֆիզմատ ուղղություններում, պոլիտեխնիկական ու տնտեսագիտական համալսարանների բոլոր բաժիններում մաթեմատիկա առարկան քննական է։ Գյումրիում քննությունն անցկացվել է 3 քննական կենտրոններում։ Մաթեմատիկայից քննություն հանձնող դիմորդների թիվը բավական մեծ է եղել միասնական քննությունների առաջին ձմեռային փուլի ժամանակ, հիմա երկրորդ փուլում նույնպես։ Ըստ էության ստացվում է, որ առաջին փուլում քննություն հանձնողները հիմա վերահանձնում են։ Սա էլ կարող է երկու պատճառ ունենալ։ Առաջին փուլում հանձնել են ստացած միավորները անբավարար են կամ անցողիկ շեմը հաղթահարել են, բայց ձգտում են ավելի բարձր միավորներ վաստակել։ Երկրորդ տարբերակն առավել հաճախ է հանդիպում։ Դիմորդները կորցնելու ոչինչ չունեն, վերահանձնում են ավելի բարձր գնահատականների հույսով։ Եթե անգամ չստացվի, միևնույնն է, կպահպանվի առավել բարձր միավորը։ Բային տվել են ֆիզիկա ու մաթեմատիկա, մեր նորից երկրորդ անգամ դիփորձեն ֆիզիկա ու մաթեմատիկա, պոլիտեխնիկ տինտունգում։ Ֆինանսներ բաժնի համար հանձնել եմ հայոց լեզու եւ մաթեմատիկա առարկաներից քննություն, հայոց լեզուն մասնակցել եմ առաջին փուլին, ստացել եմ բարձր գնահատական ու երկրորդ փուլին արդեն էլ չեմ մասնակցել, բայց մաթեմատիկան անցողիկ շեմա անցել եմ, բայց փորձենք բարձրացնել այս անգամ։ Սա իմ երկրորդ փուլս է,
առաջին փուլում հավաքել եմ 17.5, երկրորդ փուլում գոնե 18-25 սպասում եմ էլի։ Երկրորդ փուլում նաև լարվածությունն է ավելի քիչ, արդեն ծանոթ են քննության անցկացման կարգին, թեստերի կառուցվածքին, երկու փուլով քննություններին մասնակցելը լավ հնարավորություն է այն դիմորդների համար, որոնք դժվարությամբ են հաղթահարում քննական սթրեսը։ Դիմորդների մի ստվար հատված գալիս են եւ կարծեք թե ժողովրդի բարերարով իրենց կորցնում են քննասենյակում, քննական կենտրոնում եւ իրենց գիտելիք չի, որ կարողանում են թղթին հանձնել։ Դա իրենց համար մի առաջին փորձն է, տեսնում են, մտնում են քննասենյակ, քննական կենտրոն, քննություն կազմակերպողներին, այդ ամբողջ գործընթացին ծանոթանում են եւ կարծեք թե ինչ որտեղ նրանք պատրաստ արդեն կարող են մասնակցել երկրորդ քննությանը։ Դիմորդների լարվածության պատճառներից մեկն էլ մրցույթն է, որն առկա է շատ բաժիններում։ Այս տարի բուհերին հատկացված տեղերը կրճատվել են, իսկ դիմորդների թիվն ավելացել է։ Միևնույն ժամանակ չեն պակասել թափուր տեղերը։ Օրինակ, մասնագիտությունները, որոնք մեկական դիմորդներ են, դեռ հայտնի չէ այդ մեկական դիմորդները կանտոնվեն, թե չկանտոնվի եւ բացի դրանից նաեւ քիչ։ Բայց ասեմ ձեզ, որ անցյալ տարվա համեմատ դուք գիտեք, որ կառավարության որոշմամբ տեղերի թիվը կչացել է։ Եթե նախորդ տարում մոտավորապես 16000 էր, հիմա 13181 է, չեմ սխալվում։ Այսինքն մոտ 3000 կրճատվել են եւ կարծում եմ այս տարի մի քիչ ինչ որ տեղեր մրցույթը ավելի բարձր։ Անցած տարվա համեմատ դիմորդների թիվն ավելացել է, բայց սա էլ չի տալիս ընդհանուր պատկերը, թե Հայաստանում քանի շրջանավարտ է դիմել բարձրագույն կրթություն ստանալու։ Այս վիճակագրությունից դուրս են մնում Հայաստանի ամերիկյան, ֆրանսիական համալսարանների, ինչպես նաև հայ-ռուսական, սլավոնական համալսարանի ռուսական բաժնի դիմորդները։ Նրանց մասին գնահատման ու թեստավորման կենտրոնը տեղեկություններ չունի, ինչպես նաև չունի թվեր, թե քանի շրջանավարտ է դիմում արտերկրի բուհեր, նաև միջազգային բակալավրիատի ծրագրով արտասահմանյան բուհեր դիմող շրջանավարտներ կան։ Միջազգային բակալավրիատով գնացողները դժվար մեր բուհերը դիմեն, որտեղ իրենց կոպիտ ասեմ փախցնում են դրսի բուհերը մեր այդ տաղանդավոր երեխաներին, երեխաներն բնականաբար ցանկացողները առավել ևս ցանկանում են ուսում շարունակել դրսում, ինչ որտեղ օգուտ է, ասինքն վատ չի, որ դրսում սովորած ուսանող հետ է գալիս Հայաստան եւ իր գիտելիքներն միայն մեր բուհերի տված գիտելիքներ չեն, նաեւ դրսի գիտելիքները պարզապես դա ողջունելի է, բայց պետք է նաեւ քննարկել այն հարցը, որ ճնշող մեծամասնությունը հետ վերադառնա Հայաստան։ Իսկ հայաստանյան բուհեր նախընտրողները, որոնք հարգելի պատճառներով չեն մասնակցել միասնական քննությունների առաջին երկու փուլերին, հուլիսին կկարողանան մասնակցել նաև երրորդ փուլին, ինչպես նաև քննությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո, եթե դրանց հետ համաձայն չեն, բողոքարկման հնարավորություն կունենան, իսկ բողոքարկման դիմում ներկայացնել կարող են ինչպես քննական կենտրոններում, այնպես էլ on-line դիմորդ AM հարթակում։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Ինչպես ապահովել համացանցային անվտանգություն կամ որ նույնն է կիբերանվտանգություն եւ արդյոք համակարգչային խաղերը միայն վնասում են երեխաներին ու երիտասարդներին։ Այս հարցերին են անդրադարձել Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում անցկացված Գյումրի Game կոնֆերանսի ընթացքում, որին մասնակցել են երիտասարդներ հանրապետության տարբեր մարզերից։ Նրանք մի քանի ամիսների ընթացքում մասնակցել են կիբերանվտանգության եւ խաղային տեխնոլոգիաների ստեղծման ծրագրերին եւ համաժողովի ընթացքում ներկայացրել են իրենց ուսումնառության վերջնարդյունքը երիտասարդների հեղինակած համակարգչային խաղերի տեսքով։ Երիտասարդները խոսում են կլիմայի փոփոխության գլոբալ խնդրից եւ առաջարկում լուծումներ։ Կոնֆերանսն անցկացվել է ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ։ Խաղը երեխաների զարգացման հիմնական միջոցն է։ Տարիների ընթացքում փոխվել են խաղի ձևերն ու խաղալիքները։ Գնդակն ու պարանը հիմա փոխարինվել են համակարգչային խաղերով։ Ծնողները, ուսուցիչներն ու հոգեբանները մեծ մասամբ բարձրաձայնում են դրանց վնասակար ազդեցության մասին, բայց համակարգչային խաղերը նաև դրական կողմ ունեն։ Սա ապացուցում են Game Changers ծրագրի մասնակիցները, որոնց համար համակարգչային խաղերը ոչ թե ժամանակ անցկացնելու, այլ տարբեր հարցերի մասին բարձրաձայնելու ու հայկական մշակույթն ամբողջ աշխարհում հասանելի դարձնելու միջոց են։
Ինչը որ փորձում ենք անել, փորձում ենք դրա հետ նաև ցուցադրել Հայաստանը, իր մշակույթը կամ կարող է դա նույնիսկ հիմնանպատակը չլինի, բայց դրա միջոցով մենք նաև աշխարհին ծանոթացնենք մեր մշակույթի ու երախտությունների հետ։ Առաջին անգամ որ մասնակցեցինք ծովինարի մասին խաղով, պատրաստել էինք Սասնա ծռեր էպոսի հերոսուհու հիմքով, ճանապարհորդություններ 3 թե։ Ծրագրի մասնակից երիտասարդներն են խաղի հեղինակները։ Խաղային տեխնոլոգիաները զարգացնում են վերլուծական միտքը, միահյուսում տեխնոլոգիաներն ու արվեստը։ Այս ամենին երիտասարդները տիրապետել են 5 ամիս տևած առցանց ուսումնական process-ի ընթացքում։ Վերջնարդյունքը ստեղծած համակարգչային խաղերն են, որոնք տարբեր են, բայց մեկ թեմայի՝ կլիմայի փոփոխության շուրջ։ Մեր կերպարը, այսինքն խաղացողը, որոշակի փորձություններ հաղթահարելով կարողանում է փրկել մի ոչնչացող կենդանատեսակի, ու իմ կարծիքով ինքը կարող է լինել բոլոր տարիքային խմբերի համար, ինքը հիմնականում կարա մեծացնի մարդկանց մոտ այդ բնությունը կենդաններին պահպանելու, նրանց չոչնչացնելու հակումը։ Խաղերի ստեղծման ոլորտը, բարձր տեխնոլոգիական ոլորտում համարվում է ամենամիջդիսցիպլինարը, այսինքն բացի ծրագրավորողներից, ոլորտում նաև աշխատում են դիզայներներ, ոլորտում աշխատում են թեստերներ, ոլորտում աշխատում են 3D մոդելավորողներ, այսինքն 200-ից ավել մասնագիտացում կա այդ ոլորտում, որը իրեն շատ հետաքրքիր է դարձնում եւ խաղերը համախմբում են թե արվեստը, թե տեխնոլոգիաները, թե գիտությունը։ We think just like with modern technologies in general. Համաժողովի ընթացքում ենք համախմբել ենք 2 ծրագրերի մասնակիցների, մեկը դա խաղային տեխնոլոգիաների ծրագիրն է։ Մասնակից երիտասարդները սովորել են թե ինչպես ստեղծել խաղեր, ինչպես դրանց միջոցով բարձրացնել տարբեր հարցեր ու փնտրել լուծումներ։ Մյուս ծրագիրը վերաբերում է կիբերանվտանգությանը, որի նպատակն էր սովորեցնել համացանցային անվտանգության կանոնները։ Կիբեր նինջա կոչվող կիբերանվտանգության ծրագիրը մեկնարկել է 2024 թվականին։ Ծրագրի առաջին փուլում 20 երիտասարդներ ստացել են խորացված գիտելիքներ կիբերանվտանգության վերաբերյալ։ Ծրագրի երկրորդ փուլում մասնակիցների թիվը մի քանի անգամ ավելին է եղել։ Կիբերանվտանգությունը տեխնոլոգիական ոլորտում առաջնային ուղղություններից է։ Առցանց կյանքում եւս վտանգները քիչ չեն ու կարևոր է իմանալ, թե ինչպես պաշտպանվել դրանցից։ Really from children and young people themselves. Երեխաներն ու երիտասարդներն առցանց անվտանգության խնդիր ունեն, հատկապես հիմա բավական տարածված է կիբերբուլինգը։ Մենք աշխատում ենք տարբեր գործընկերների հետ, որ կարողանանք բավականաչափ տեղեկատվություն փոխանցենք այս ոլորտում։ Մեր աշխատանքն անմիջապես երեխաների ու դեռահասների հետ է, քանի որ նրանց ծնողները շատ հաճախ տեղեկացված չեն առցանց կյանքի վտանգների մասին եւ չեն կարող երեխաներին հմտություններ փոխանցել։ Ամբողջ մոլորակը բոլորս առցանց ենք եւ շատ ժամանակ ենք անցկացնում առցանց եւ պետք է ինֆորմացիայի առումով զինված լինենք, թե ռիսկերը որոնք են եւ ինչպես կարելի է դրանք կանխարգելել։ Ես ավելի դրական եմ տրամադրված կիբերնինջա ծրագրի իրականացումից հետո, որ մեր ապագան հուսալի ձեռքերում է, հուսալի երիտասարդների ձեռքերում է, քանի որ տեսանք, որ նրանցից շատերը հետաքրքրված են ոլորտով, ուզում են մասնագիտանան ոլորտում։ Կիբեր նինջա եւ Game Changers ծրագրերի շուրջ 200 մասնակիցներ ներկայացրին իրենց ավարտական աշխատանքները, որոնք թիմային աշխատանքի ու մտածելակերպի արդյունք են։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Yandex.Go-ն գործարկել է քաղաքների միջև մատչելի ուղևորություններ Հայաստանի տարածքում։ Yandex.Go հավելվածում հայտնվել է նոր սակագին միջքաղաք, որի միջոցով հնարավոր է տաքսի պատվիրել Երևանից դեպի այլ քաղաքներ եւ հակառակը ավելի էժան, քան ստարտ սակագնով։ Ամռանը ժամանակն ավելի հաճելի կազմակերպելու եւ հետաքրքիր վայրերում անցկացնելու ամենահարմար շրջանն է։ Արդեն որոշել եք Հայաստանի տարբեր քաղաքներում բնակվող ընկերներին կամ հարազատներին այցելել, ուրեմն ձեր հանդիպումն ավելի հեշտ ու հասանելի կդառնա Yandex.Go հավելվածի միջքաղաք սակագնի միջոցով։ Այժմ հնարավոր է պատվիրել ուղևորություն Երևանի եւ Հայաստանի մյուս քաղաքների միջև ավելի հարմար։ Նոր միջքաղաք սակագնով հասանելի են երթուղիներ Երևանից դեպի Գյումրի, Արմավիր, Արարատ, Սևան, Դիլիջան, ինչպես նաև Կոտայքի մարզի մի շարք քաղաքներ, երկկողմանի ուղղություններով։ Ուղևորվելու համար հարկավոր չէ հասնել ավտոկայան։ Մեքենան ձեզ կտանի դռնից դուր առանց տրանսպորտային միջոց փոխելու։ Ճանապարհին մինչև 10 րոպե տևողությամբ կարճ կանգառներ են նախատեսված դադարի կամ հանգստի համար։ Yandex.Go-ի միջքաղաք սակագնով ուղևորությունն ավելի էժան է, քան ստարտ կամ էկոնոմ սակագնով։
Այստեղ հասանելի են մեկնել հիմա կամ նախապատվեր տարբերակները։ Նախապես կարելի է պատվիրել ամենաուշը 40 րոպե եւ ամենաշուտը 72 ժամ առաջ։ Պատվերները փոխանցվում են այն վարորդներին, ովքեր պատրաստ են երկար ուղևորությունների։ Մարդիկ երբեմն մեքենա են պատվիրում քաղաքից քաղաք գնալու համար, դա լավ տարբերակ է վարորդի համար գումար աշխատելու, սակայն երբ չունեն հետադարձի հնարավորություն պատվերով վերադառնալու, դա իսկ արդեն շահավետ չէր։ Իսկ մի քանի օր արդեն երթևեկում եմ Yandex-ին նոր միջքաղաքային սակագնով եւ Yandex-ը ավտոմատ քեզ հետադարձ պատվերներ է ապահովում, որը իսկապես արդեն շահավետ է դարձնում վարորդի ուղևորությունը հետադարձը ներառյալ։ Միջքաղաք սակագնով երթևեկելը հարմար է ոչ միայն տեղացիների, այլ նաեւ զբոսաշրջիկների համար։ Այն հնարավորություն կտա առանց դժվարությունների Գյումրիից հասնել Երևան կամ Երևանից տարբեր ուղղություններ։ Ցանկության դեպքում հեշտությամբ հնարավոր է մեքենա պատվիրել նաեւ հետադարձի համար։ Մարինե Դերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Այժմ նրա հոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։